մենք անցկացրել ենք ուսումնասիրություն եւ նաեւ փոքրիկ սոց հարցում բարձելու թե ինչպիսին է մեր Հայաստանի բնակչության տրամադրվածությունը երկիրը լքելու հարցին, հա, այս նամանավանդ վերջի 6 ամիսների աշխատանքի կոնտեքստում նոր կառավարության Կուզենամ միանգամից ասեմ, իմ գործընկերը կներկայացնի սոցհարցման արդյունքներից, կուզենամ նշեմ մեր կառավարության ձեռքբերումների մասին ԵԱՏՄ շրջանակներում։ Առաջինը ուզում անպայման նշեմ, որ ՀՀ կառավարության հենց աշխատանքի շնորհիվ է, որ այսօր մենք բավականին շատ հեղինակավոր փորձագետներ սպասում են 2.5-ից 3% տնտեսական աճին 2017 թվականի ավարտին Մենք վստահ ենք, որ կառավարությունը շատ ճիշտ աշխատանք է անցկացնում ԵԱՏՄ շրջանակներում, օգտագործելով հնարավոր բոլոր պոտենցիալը այդ միության Վերջին 5 ամիսների ընթացքում կուզենայի նշել, որ մեր տնտեսության համար բավականին բարենպաստ էր, մեր տնտեսության համար ընդհանրապես թե արտաքին, ուրեմն ազդեցության գործոնները արտաքին, թե ճիշտ աշխատանքի արդյունքում ենք կարողացել գրանցել արտահանման 21% աճ Եվ ուզում նշեմ, որ դա մասնավորապես պատրաստի ապրանքի մասին է խոսում, այդ 21%-ը, եւ ինչ է դա նշանակում, որ եթե պատրաստի ապրանքի, ապա աշխատատեղերի նոր աշխատատեղերի այսինքն նոր աշխատատեղեր ունենք եւ մեր կարծիքով հենց ինչի ենք մենք անցկացրել սոցհարցում, հա, հենց միգրացիայի ուղղությամբ, միգրացիայի վերաբերյալ, որովհետեւ մենք տեսնում ենք, որ կան հեռանկարներ ԵԱՏՄ-ում եւ տեսնում ենք բավականին մեծ ձեռքբերումներ, եթե այդ ձեռքբերումները ճիշտ օգտագործվեն եւ աշխատանքը շարունակվի նույն տեմպերով, ապա մենք կանխատեսում ենք, որ 2018 թվականի հունվարին կարող ենք ունենալ բնակչության ոչ թե նվազում, այլ նույնիսկ բնակչության աճ, հա, մշտական եւ միգրացիայի որոշակի կանխում։ Կուզենայի նշել նաև, որ ապրանքների շրջանառության հարցում մենք ունենք 12.8% աճ, որը որ բավականին լավ ցուցանիշ է, եւ ամենակարևորը կառավարության հենց ճիշտ աշխատանքի շնորհիվ ռուսական զբոսաշրջիկների թիվը 25%-ով աճել է, այսինքն այն որոշման, որ ռուս զբոսաշրջիկները կարող են երկիրը Հայաստան այցելել ներքին անձնագրերով Մենք վստահ ենք, որ հենց 2017 թվականի ավարտը կունենա բարենպաստ, ուրեմն բարենպաստ պայմաններ կստեղծեն, որպեսզի մենք կարողանանք տնտեսության համար դրական ուրեմն ավարտ ունենանք 2017 թվին եւ 2018 թվին սպասվում է բնականաբար ավելի մեծ ուրեմն ցուցանիշներով տնտեսական ինչպես նշեցի 2.5-ից 3.4% 2017 թվականի ավարտին, իսկ 2018-ին արդեն ավելի բարձր թվեր։ Մեր սոցիալական հարցումը ցույց է տալի, որ այն մարդիկ, ովքեր որ հարցվողների մեծ թիվը, այսինքն իրենք կապում են իրենց հույսերը նոր կառավարության աշխատանքի հետ, իրենք երկիրը չեն ուզում լքել, որովհետև մեծ հույսեր ունեն, եւ ավելի մանրակրկիտ երևի սոցհարցման արդյունքները կներկայացնեն գործընկերը, իսկ հետո մենք կպատասխանենք հարցերին, որպեսզի շատ ձեր ժամանակը չխլենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ուրեմն ներկայացնեմ սոցիալական հարցման հիմնական արդյունքները։ Հարցմանը մասնակցել է 900 Երևանում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որոնց 25%-ը ունեն մարզերի գրանցում։ Հարցվողների 75%-ը երիտասարդներ են, 18-ից 35 տարեկան եւ 72%-ը անկուսակցական են։ Այն հարցին, թե արդյոք պատրաստվում եք մոտ ժամանակներս մշտական բնակություն հաստատել այդ երկրում, այսինքն լքել Հայաստանը, հարցվողների 72%-ը պատասխանել է ոչ, 19%-ը պատասխանել է չգիտեմ, այսինքն տատանվում է, եւ 9%-ը պատասխանել է այո։ Արդյոք ակնկալում եք Հայաստանում բարեփոխումներ սոցիալ-տնտեսական ոլորտում մոտ ժամանակներս։ Այդ հարցին դժվարանում են պատասխանել 15%-ը, 79%-ը այո, ակնկալում է եւ 6%-ը ոչ մի բարեփոխում մոտակա ժամանակներս չի ակնկալում։ Եվ բնականաբար մեզ հետաքրքրեց, թե ինչի հետ են շահկապում այդ հնարավոր բարեփոխումները մոտակա ժամանակներս Հայաստանի Հանրապետությունում եւ հարցերից մեկը նաեւ հետեւյալն է, թե ինչ գործընթացների հետ է կապում Հայաստանի Հանրապետությունում հնարավոր բարեփոխումների իրականացումը եւ դուք տեսնում եք, որ արդյունքները հետեւյալն են, մեծամասնությունը Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության հետ 78%, 62% Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության հետ։
38%-ը իր սպասելիքները կապում է Սփյուռքի կողմից կատարվող ներդրումների հետ եւ 26%-ը Հայաստան Եվրոմիություն համագործակցության խորացման հետ։ Այսինքն հիմնվելով արդյունքների վրա կարող ենք եզրակացնել, որ գերակշռող մեծամասնությունը հարցվողների ունի հույսեր Կարեն Կարապետյանի կառավարության հետ եւ նրա կողմից Հայաստան ԵԱՏՄ համագործակցության այս շրջանակներում իրականացվող գործունեության հետ։ Սա հարցումների հիմնական արդյունքներն էր հարցման եւ եթե կան ինչ-որ հարցեր, խնդրեմ։ Եվ կուզենայի վերջի բանը նշել, ամենակարևորը, որ մենք շարունակելու ենք անցկացնել հարցումը ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում։ Մենք շահկապում ենք Հայաստանի միգրացիոն այս տարբեր ուրեմն միգրացիայի աճման եւ անկման խնդիրը հենց կառավարության աշխատանքի հետ եւ կարծում ենք, որ հենց այդ կառավարության աշխատանքից է կախված Հայաստանում հետագա բարեփոխումները եւ միգրացիա աճումը կամ կանխումը, այսինքն այսպես։ 79%-ը պատասխանել է, որ ակնկալում է բարեփոխումներ, բայց տեսեք, 72%-ը չի պատրաստվում լքել Հայաստանը։ Այսինքն ստացվում է, որ անգամ այն 19% կասկածողների մեջ կան մարդիկ, որ դեռ հույսեր ունեն, այսինքն իրենք չեն ցանկանում լքել Հայաստանը։ Եթե մարդ հույսեր ունի, որ բարեփոխումներ է լինելու, ինքը չի ցանկանում իր երկիրը լքել, չէ՞, այդպես է ստացվում։ Այսինքն արդեն հաջորդ հարցի պատասխանը հուշում է ձեր հարցի պատասխանը նաև։ Եթե մարդիկ ցանկանում են լքել իրենց հայրենիքը, ուրեմն իրենք չեն ակնկալում որևիցե բարեփոխում։ Այսինքն ավելի շատ մարդիկ ակնկալում է բարեփոխում, քան այն մարդկանց քանակը, ովքեր ցանկանում են չեն պատրաստվում լքել։ 72 եւ 79, այս անգամ եթե անալիզի ենք ենթարկում այս երկու թվերը, որոշ պատասխաններ կարող են գտնել։ Մեկ էլ ես կուզենայի, եթե հնարավոր է մեկ բան նշել, Հայաստանում կան առկա շատ խնդիրներ, մենք չենք ասում, որ Հայաստանում ամեն ինչ լուծվել է, խնդիրները լուծվել են, ամեն ինչ լավ է, չէ։ Հայաստանում բավականին ծանր իրավիճակ է ձևավորված եւ բավականին շատ խնդիրներ կար տարբեր։ Խոսքը գնում է նրա մասին, որ մեր ուսումնասիրությունը ուղղված է հասկանալու, թե արդյոք նոր կառավարության աշխատանքի արդյունքում կան հույսեր կամ հեռանկարներ ինչ որ բարեփոխումների։ Ես ասում եմ, մեր համար տնտեսական նշանակություն ունի ոչ թե խոսակցությունները կամ ինչ որ ընդդիմական տարբեր պոպուլիստական հայտարարություններ, մենք կոնկրետ ուսումնասիրություն ենք անցկացնում։ Հայաստանը գտնվում է ԵԱՏՄ-ի, ուրեմն Եվրասիական տնտեսական միության մեջ, հա։ Մենք ուսումնասիրում ենք, թե ինչ է դա տվել Հայաստան եւ նկատվում է, որ 21% արտահանման աճը եւ պատրաստի հենց ապրանքների, դա բավականին մեծ հեռանկարներ է ներշնչում, որովհետև եթե պատրաստի ապրանք է մասնավորապես, ապա աշխատատեղերներ են նաև նոր աշխատատեղեր են ստեղծվում եւ եկեք տեսնենք, որ ապրանքի շրջանառություն, աճ ապրանքի շրջանառությունը 12%-ը նույնպես բավականին հեռանկարային թիվ է։ Խոսքը գնում է նրա մասին, որ մենք փորձել ենք հասկանալ, թե որքան են այս բարեփոխումները զգալի այսօր մեր հասարակության վրա։ Մենք վստահ ենք, որ այդ բարեփոխումները, այդ ձեռքբերումները միգուցե դեռ այդպես շոշափելի չեն, բայց 2.5-3.4 ուրեմն տոկոս տնտեսական աճը, որը որ մինչև 2017 թվականի ավարտը սպասվում է, հեղինակավոր փորձագետների կանխատեսումներով, խոսում է նրա մասին, որ մենք ունենք որոշակի հեռանկարներ եւ ճիշտ աշխատանքի դեպքում, նույն աշխատանքի դեպքում մենք կարող ենք ունենալ լավ արդյունքներ։ Սրա մասին է խոսքը, ոչ թե մենք ասում ենք, որ Հայաստանում արդեն ամեն ինչ լավ է եւ որոշ խնդիրները լուծված են։ Եվ ցանկանայի ավելացնել, որ նույն հարցման արդյունքները փաստորեն վկայում են, եթե այդ բարեփոխումները շարունակական չլինեն, մեծ հիասթափություն կլինի։ Եվ այստեղ արդեն կրկին միգրացիայի խնդիր կբարձրանա։